Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Մեծարգո պարոն նախագահ, հարգելի ներկաներ, կարծում եմ տեղի ունեցած արարողությունը ցույց է դնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի օրակարգի ամբողջ ծավալը եւ քիչ առաջ տեղի ունեցած փոխանակումները ստորագրված փաստաթղթերի պետք է գնահատել։ Ես ուզում եմ հատկապես ընդգծել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Բարգուշատի թունելի կառուցման վերաբերյալ մեր ձեռք բերած պայմանավորվածությունը եւ համաձայնությունը եւ սա մի նոր փուլ է ոչ միայն Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար, այլև Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում նոր որակի ստանդարտ սահմանելու ճանապարհին, երբ նախագահ Մակրոնի հետ առաջին անգամ այս թեման քննարկել ենք, ես նաև մեր մոտիվացիայի մասին եմ խոսել նախագահ Մակրոնի հետ, տեսեք մենք անդադ խոսում ենք տարբեր ոլորտներում եվրոպական ստանդարտներ որդեգրելու անհրաժեշտության մասին եւ նաև մենք դե յուրե փաստաթղթերով իհարկե մեծ բարդություն չկա այդ ստանդարտները ամրագրել, բայց նաև մեզ պետք են այդ ստանդարտները իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններ, հմտություններ, գիտելիքներ ունեցող ընկերություններ եւ ահա տվյալ դեպքում ֆրանսիական շինարարական կազմակերպությունների ներգրավումը Հյուսիս-Հարավ ճանապարհում, որը համոզված ենք իր հերթին ներգրավելու է տեղացի կապալառուների նոր ստանդարտները ոչ միայն որդեգրելու, այլև Հայաստանի տնտեսական կյանքում ընդլայնելու եւ տարածելու լրջագույն հնարավորություն է ստեղծելու։ Եվ սա մի օրինակ է, որը ցույց է դնում, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինչպիսի անձնական ներդրում ունի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։ Ես ուզում եմ այս մի օրինակով ներկայացնել, որովհետև առաջին քայլը, որ տեղի է ունեցել այս փաստաթղթի ստորագրման ճանապարհին, իմ խնդրանքն է եղել նախագահ Մակրոնին, որ մենք այսպիսի նախագիծ եւ այսպիսի խնդիր ունենք եւ նախագահ Մակրոնի աջակցությամբ այս ամենը իրականություն է դարձել եւ ընդհանրապես շատ հետաքրքիր է տեսնել եւ վերհիշել այն ճանապարհը, թե ինչպես են առաջ քաշվող գաղափարները վերածվում կոնկրետ արդյունքի։ Սա մեր երկրում իրականացվող սուպեր նախագծերից մեկն է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցումը եւ այս համաձայնագրի ստորագրմամբ, որը իմիջայլոց փաստաթղթի ստորագրմամբ ամենաբարդ հատվածներից մեկի մասին ենք մենք խոսում Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի, որի իրականացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ հմտություններ, առանձնահատուկ կարողություններ եւ ինչպես բազմաթիվ նման դեպքերում Ֆրանսիան եւ նախագահ Մակրոնը կանգնեցին Հայաստանի կողքին եւ մենք այսօր կարող ենք ասել, որ Հյուսիս-Հարավ այդ հսկայական նախագիծը, սուպեր նախագիծը արդեն իսկ միսուարյուն է ստանում եւ մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչ քայլերով ենք այդ ճանապարհը ամբողջությամբ շահագործման հանձնելու եւ ես ուզում եմ պարոն նախագահ բազմաթիվ այլ առիթների շարքում շնորհակալությունս հայտնել նաեւ դրա համար, որովհետեւ շատ կոնկրետություններ կան, որ ես բավական երկար կարող եմ թվարկել, բայց ես չեմ ուզում երկար թվարկել եւ ընդհանրապես ուզում եմ ուղղությունները տնտեսություն, անվտանգություն, պաշտպանություն, դիվանագիտություն, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ եւ մշակութային հարաբերություններ, կրթության ոլորտում հարաբերություններ, այս բոլոր ուղղություններով մենք անընդհատ զգացել ենք եւ զգում ենք ձեր աջակցությունը, Ֆրանսիայի Հանրապետության աջակցությունը, Ֆրանսիայի մեր գործընկերների աջակցությունը եւ այդ աջակցության դերը այն ճանապարհին, որոնք մենք այսօր գտնվում ենք, դժվար է գերագնահատել։ Եվ ես եւս մեկ անգամ, քանի որ ամենաառանցքային նորություններից մեկը, որ տեղի է ունենում եւ տեղի է ունեցել Հայաստանում, այդ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումն է։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ այս արդեն իսկ
իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով Ալմատայի հռչակագիրը ընդունված է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման կարևորագույն սկզբունք եւ նաեւ այդ սկզբունքը արձանագրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրում եւ ըստ էության մենք խաղաղության ճարտարապետությունը հիմնված է Ալմատայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության ճանաչումը եւ ես ուզում եմ ասել, որ այդ ճարտարապետության գործում առանցքային է, առանց որևէ չափազանցության առանցքային է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը եւ այդ արձանագրումը տեղի է ունեցել մեր ներկայությամբ, որտեղ նախագահ Մակրոնը հետեւողականության, ճկունության եւ դիվանագիտական առանձնահատուկ հմտությունների շնորհիվ կարողացավ մեզ եւ Ադրբեջանի միջև այս համաձայնությունը արձանագրել։ Եվ որպես իմ նշածի տրամաբանական ոչ թե շարունակություն, այլ կուլմինացիա մենք քիչ առաջ բոլորի աչքի առջև ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիրը եւ թույլ տվեք նկատել հետեւյալը. Եթե մենք առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիր եւ փաստաթուղթ ունենալու առանց ռազմավարական գործընկերության այսքան են կարել, բայց պատկերացնում եմ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ եւ նվաճումներ են մեզ սպասում, ինչի համար պարոն նախագահ ուզում եմ եւս մենք անգամ արտահայտել իմ երախտիկի խոսքը ձեզ, ձեր կառավարությանը, Ֆրանսիայի Հանրապետությանը եւ մեր բոլոր գործընկերներին։ Շնորհակալ եմ։ Merci, Monsieur le Premier ministre, cher Nicole, Mesdames, Messieurs les ministres. Թանկագին Նիկոլ, տիկնայք եւ պարոնայք նախարարներ, տիկնայք եւ պարոնայք դեսպաններ, տիկնայք եւ պարոնայք թանկագին հայ բարեկամներ, շնորհակալություն Թանկագին Նիկոլ այն ջերմ ընդունելության համար, որ դուք ցուցաբերել եք ինձ եւ այս իմ պատվիրակության այս պետական այցի շրջանակներում։ Դուք գիտեք, Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև բարեկամությունը ձևավորվել է ընդհանուր պատմության եւ անսասան եղբայրության հիմքում եւ այս հարաբերությունները այժմ նոր շրջադարձ են ապրում այս պետական այցի շրջանակում։ Իմ վերջին 18 թվականին Երևան կատարած այցից ի վեր Հայաստանն անցել է նշանակալի ճանապարհ։ Հայաստանն անցել է պատերազմի միջով, այնուհետև հաստատել է խաղաղություն, այնուհետև բարգավաճություն, ես հիշեցրեցի այդ մասին, Հայաստանի հնայի միջին տարեկան աճը կազմել է գրեթե 6% վերջին տարիներին, եւ մենք տեսնում ենք, թե ինչքան կան սպասելիքներ, խոստումներ։ Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության ուղին եւ բարգավաճության ուղին եւ ամրապնդել է իր ժողովրդավարությունը չնայած փորձություններին եւ Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա եւ Հայաստանը միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, բայց այդ առաջընթացը եվրոպական քաղաքականության ոլորտում կարելի ասել ակնհայտ է ինձ համար այս վերջին 2 օրերին եւ այս ամենը 8 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, այսինքն կազմակերպել եվրոպական քաղաքական համայնքի հանդիպում Երևանում, կազմակերպել Եվրոմիություն եւ Հայաստան գագաթնաժողով Երևանում հնարավոր չէր պատկերացնել։ Այսօր մեր երկու երկրների միջև Հայաստանի եւ նաեւ Եվրոմիության միջև հարաբերությունների հիմքում ընկած է ներուժի զարգացումը։ Այսօր մենք նախապատրաստել ենք նոր փուլ ավելի հեռուն գնալու համար, մեծացնել ավելի շատ ներդրումները տարբեր ուրեմն եվրոպական դարպասների ծրագրի միջոցով, ավելի մեծացնել գործընկերությունը պաշտպանության ոլորտում եւ նաեւ վիզաների ազատականությունը Եվրոմիության հետ։ Սրանք այն ծրագրերն են, որոնք կարող են ամրապնդել իրավական պետությունը եւ ավելի մերձեցնել մեր երկրները։ Սրանք կարևոր փուլեր են այս ճանապարհի վրա եւ վերջին օրերին մենք դրանք ավելի ամրապնդեցինք։
Վերջին 8 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները նույնպես զգալի առաջընթաց են ապրել եւ այն համաձայնագրերը, որոնք մենք այսօր ստորագրեցինք, ապացուցում են դրանց բազմազանությունը։ Այս համերաշխությունը նույնպես ավելի առարկայական է դարձել տարիների ընթացքում։ Այս համերաշխությունը հիշում եք 88 թվականի երկրաշարժի ժամանակ, ինչպես նաեւ 2020 թվականին բնակչությանը, տեղահանված բնակչությանը աջակցելու գործում մասնավորապես 32 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության միջոցով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական հասարակությանը, որոնք համախմբվեցին արտգործնախարարության շուրջ։ Նաև տնտեսական հիմքի վրա է ընդլայնվում մեր հարաբերությունները։ Այդ դուք հիշեցրեցիք, հիշատակեցիք կապակցվածության շրջանակում համաձայնագրերը Վանսի կոնստրուկցիոն եւ Ռազելբեկ ընկերությունների հետ համաձայնագիրը, որով կմեկնարկի Բարգուշատի թունելի կառուցման ծրագիրը, որը շատ սպասված էր այս կապակցվածության առումով եւ մենք շատ հպարտ ենք, որ կարող ենք նաեւ ջրային ոլորտում մասնակցություն ունենալ, որը շատ կարեւոր ոլորտ է Հայաստանի համար, Վեորիայի մասնակցությամբ, ուրեմն ջրամբարների կազմակերպումը, Վեդիի ջրամբարի կառուցումը, որը անկախությունից ի վեր Հայաստանում ամենամեծ կառուցված ջրամբարն է, ռոռոկման համակարգերի վերականգնումն ու արդիականացումը։ Հայաստանը, Ֆրանսիան ներկա է Հայաստանում իր այս ծրագրերով, զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ, որը կարևոր նաև գործընկեր է ներառական եւ կայուն զարգացման ոլորտում, եւ մենք ուրախ ենք, որ նա կարողացել է իր դերը ավելի ամրապնդել տարբեր ոլորտներում։ Վերջին տարիներին մենք նաև նոր փուլ ենք թևակողել։ Մենք նաև պաշտպանության ոլորտում ենք գործընկերություն հաստատել։ Ռազմավարական գործընկերությունը, որ մենք այսօր ստորագրեցինք, ավելի ամրապնդում է այս համագործակցությունը։ Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ինքնիշխանությունը ամրապնդել եւ կարելի ասել, սա մեր երկկողմ հարաբերությունների կարևոր հենասյունն է։ ԲՏԱ նախարարությունը հենց նոր ստորագրեց նաև պաշտպանական նորարարության հարցերով գործակալության հետ համաձայնագիր, որը թույլ կտա նոր ուղղություններ բացել այս ոլորտում։ Մեր գործընկերությունը հիմնված է նաև կրթության, գիտության, մշակույթի, ժառանգության ոլորտներում, երիտասարդության նաև ոլորտներում ձևավորված բազմաբնույթ կապերի վրա։ Մասնավորապես մշակութային ժառանգության ոլորտում ուրախ եմ արձանագրել այսօր ստորագրված երկու համաձայնագրերը, որոնք կապում են Ֆրանսիայի ազգային գրադարանը, Երևանի արվեստի եւ գրականության թանգարանի, ինչպես նաեւ Մատենադարանի հետ, ուր այցելել եմ այսօր առավոտյան։ Չեմ կարող չնշել նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որպես բարձրակարգ հաստատություն խորհրդանշական ձեռքբերում, որն ունի այսօր 2300 ուսանող, բակալավրիատից մինչև դոկտորանտուրա եւ ավելի քան 3600 շրջանավարտ։ Ռազմավարական գործընկերությունը համախմբում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը, որոնք առանձնահատուկ դեր ունեն Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերություններում, ինչպես օրինակ Գորիսում անցկացված ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ Մի շարք ծրագրեր են իրականացվում համայնքների, ռեգիոնների մակարդակում տարբեր հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ եւ թույլ տվեք ասել, որ Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմիններից աջակցություն ստացող երկրների շարքում։ Ահա տիկնայք եւ պարոնայք, այնինչ ցանկանում էի այսօր ասել Իլորումն վարչապետի խոսքերի, որը շատ լավ նկարագրեց իրավիճակը եւ այս ամենից անդին մեր ռազմավարական գործընկերությունը նաեւ միտված է ձեզ աջակցել այն կայուն խաղաղության ողջում, որի համար դուք խիզախ որոշում եք կայացրել։ Մենք ցանկանում ենք եւ հաստատակամ ենք ձեզ ուղեկցել։ Ես ցանկանում եմ ողջունել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ոլորտում ուրեմն որոշ առաջընթացները եւ այս ամենը գալիս է ավելի զարգացնելու այն օրագարկը, որի շուրջ մենք քիչ առաջ խոսեցինք։
Հարգելի պարոն վարչապետ, եւս մեկ անգամ ուզում եմ իմ երախտագիտության խոսքը հայտնել ձեզ, հայտնել ձեզ մեր աջակցությունը եւ այն կարևոր քայլերում, որ Հայաստանը որոշել է այսօր։ Եվ այս համաձայնագրերը, որը մենք ստորագրել ենք այսօր, նոր ուղի են բացում մոտակա տարիների ընթացքում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն մեծարգո նախագահ, շնորհակալություն մեծարգո վարչապետ, այժմ մենք անցնում ենք մամուլի հարցուպատասխաններին։ Merci monsieur le président, merci monsieur le premier ministre. Nous passons maintenant aux questions de la presse. Եվ առաջին հարցը ֆրանսիական կողմից։ Première question de la partie française. Bonjour, Ania Nussbaum, Բարև journaliste. ձեզ, Անյա Նյուզբոն, բարև ձեզ պարոն նախագահ, բարև ձեզ պարոն վարչապետ։ Երկկողմ հարաբերություններից առաջ ցանկանում եմ իմանալ այսօր Հորմուզի ծոցում ինչ է տեղի ունեցել ԱԹՍ-ների հարվածների հետ կապված։ Դուք խոսել եք նաև Իրանի նախագահի հետ, ինչպիսի ուղերձ ունեք Թեհրանի համար եւ ֆրանսիացիների համար, արդյոք տնտեսական ճգնաժամ կարող է տեղի ունենալ։ Կուզենայի նաև ավելացնել մի քանի րոպե առաջ Տիկին Վենդերլայնն ասում էր, որ Թրամփի մաքսային այդ սպառնալիքների դեմ պետք է հավաքվել սեղանի շուրջ, կարծում եք, որ պետք է հատուկ ինչ-որ հարկադիր գործիք կիրառել դիմակայելու համար Թրամփի սպառնալիքներին։ Շնորհակալություն։ Առաջ երկրորդ հարցի առումով Տիկին Վենդերլայնը արդեն պատասխանել է։ Մենք ցանկանում ենք, որպեսզի լինի արդար եւ ազատ առևտուր եւ ըստ կանոնակարգերի եւ համաձայնագրերի։ Պետք է ուրեմն հարգել ստորագրված համաձայնագրերը, եթե դրանք կասկածատակ են առնվում կամ եթե որևէ երկիր պետք է սպառնալիքներ ունենա, այդ դեպքում պետք է Եվրոմիությունը միջամտի։ Այո, ամեն ինչ սեղանին է դրված եւ ես կարծում եմ, որ այս աշխարհաքաղաքական ժամանակահատվածում դաշնակիցները, ինչպես ԱՄՆ եւ Եվրոմիությունը, այլ անելիքներ ունեն, կամ փորձեն ապակայունացնել իրավիճակը։ Մեր ընկերությունները, մեր ընտանիքները, մեր բնակչությունները կարիք ունեն կայունության ուղերձի, վստահության ուղերձի։ Այո, ամեն ինչ սեղանին է, բայց հուսանք, որ խոհամտությունը նորից կվերադառնա եւ խոհամիտ կլինի, որպեսզի ամեն ինչ լինի ներդաշնակ։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, ես խոսելու եմ Իրանի նախագահի հետ, չեմ կարող ասել, թե ինչ եմ իրեն ասելու, բայց Ֆրանսիան ի սկզբանե նույն դիրքորոշումն ունի։ Մենք կոչ ենք անում բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը, դիվանագիտական բանակցությունների մեկնարկին եւ հարգելով տարածաշրջանի բոլոր երկրներին։ Երեք ես դատապարտել եմ Էմիրական միությունների նկատմամբ հարձակումը եւ որպեսզի վերականգնվի նավարկելի ճանապարհները։ Այո, պետք է Հորմուզի ծոցը բացվի բոլոր ուրեմն նավերի համար եւ առանց որևէ վճարումների եւ հարկադիր միջոցների եւ ցանկացած էսկալացիա ընդհանրապես բոլոր երկրների եւ նավերի դեմ սխալ է, որը գալիս է ավելի լարվածություն ավելացնելու այս իրավիճակում։ Ես այսպիսի ուղերձ եմ հղելու նրան եւ այսպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը։ Հայկական կողմից question suivante de la partie Arménie. Հանրային հեռուստաընկերություն։ Պարոն վարչապետ, քիչ առաջ ստորագրվեց Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, ինչ հնարավորություններ է այն ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման համար եւ գործակցության ինչ նոր ոլորտներ է բացում։ Շնորհակալություն։ Գործնականում մեր հարաբերություններում շատ լայն օրակարգ ունենք հաստատված եւ ես կարծում եմ, որ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ընդգծում է
նախ արկա իրավիճակը եւ այդ արկա իրավիճակը առավել արդյունավետ օգտագործելու եւ առավել արդյունավետ իրացնելու հնարավորություններ է ստեղծում եւ նաեւ ամենակարևոր հանգամանքը հնարավորությունը ի վերջո բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերը ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված եւ գործընկերություններ հաստատելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար արկային բոլոր պայմանները եւ կառավարությունների դերն է ստեղծել հնարավորություններ, ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որ เป զի մասնավոր եւ պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել։ Իմիջայլոց նոր հնարավորությունների մասին մենք փաստաթուղթը ստորագրեցինք եւ գործնականում 2 րոպե հետո բազմաթիվ նոր հնարավորություններ բացվեցին եւ իրացվեցին եւ այս process-ը կլինի շարունակական։ Եվս մեկ հարց ֆրանսիական կողմից, encore une question de la partie français. Valérie Բարև ձեզ, պարոն նախագահ, բարև ձեզ, պարոն վարչապետ, Ռադիո Ֆրանս, պարոն վարչապետ, հարցս ուղղում եմ ձեզ։ Ձեր կարծիքով մինչև ուր դուք կարող եք գնալ Եվրոմիության հետ մերձեցման առումով, նույն մակարդակին հասնելու Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններում եւ արդյոք հնարավոր է ինտեգրել Եվրոմիություն, այ դուք խոսեցիք ռուսական միջամտության մասին Հայաստանում անցկացվելիք ընտրություններում, արդյոք դուք աջակցում եք այստեղ Երևանում վարչապետին ընտրություններից 1 ամիս առաջ, արդյոք ձեր այդ աջակցությունը նույնպես օտարերկրյա միջամտություն չէ, շնորհակալություն։ Առաջին հարցին ես պատասխանել եմ 2000 եթե չեմ սխալվում 23 թվականին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանը լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրոպական միությունը հնարավոր կհամարի։ Pour ce qui me concerne, il faut distinguer ce qui sont des ingérences qui manipulent l'information. Պետք է տեսնել, թե որոնք են միջամտությունները, որոնք փորձում են մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյանքը բաց երեսով, քաղաքական ստանձնվող որոշումներով եւ դիրքորոշումով։ Ես ստանձնում եմ այս աջակցությունը, ես ստանձնում եմ այս գործընկերոջը, որին վստահում եմ 8 տարի ի վեր, ինչպես անում եմ, արել եմ Մայա Սանդուի աջակցելով, Մայա Սանդու, որը դիմակայում էր ոչ եվրոպական ընտրություն եւ ես ստանձնում եմ լիովին այս որոշումը, այսինքն պաշտպանել Եվրոպան, Եվրոպայի որոշումները գալով այստեղ, բայց դա նույնը չէ, ինչ այդ փոխազդեցությունները, այդ տեղեկատվության մանիպուլյացիան, ԶԼՄ-ների միջոցով, կեղծ տեղեկատվություն տարածելու միջոցով, փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Տարբերությունը սրանում է եւ բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են, շատ պետության ղեկավարներ աջակցել են, գնացել են աջակցելու Մոլդովային, չի կարելի խոսել այստեղ միջամտության մասին, այստեղ բաց երեսով միջամտություն է եւ ի հակառակը կան այլ միջամտություններ օտարերկրյա գործակալների միջոցով, Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես տալիս եմ իմ հաստատքները, ես մասնակցում եմ ժողովրդավարությանը, որպես Ֆրանսիայի նախագահ, ես չեմ կեղծում, ահա այդ տարբերությունը, կարևոր է դա հիշել։ Եվ վերջին հարցը հայկական ԶԼՄ-ներից, dernière question de Média Arménie, Շանթ։ Պարոն նախագահ, ինչպես է գնահատում Հայաստանի Եվրամիության հետ հարաբերությունները հնարավորինս խորացնելու քաղաքականությունը եւ երբ խոսում եք ուժեղ Եվրոպայի մասին, արդյոք այդ Եվրոպայի մաս ապագայում տեսնում եք նաեւ Հայաստանին։ Շնորհակալություն։ Oui. Այո։ Եվ կարծում եմ, որ սա ճիշտ ընտրություն է, ես փորձեցի դա քիչ առաջ բացատրել, կասեմ թե ինչու։ Երբ
printemps 2022, la 22 թվականի գարնանը մենք առաջարկեցինք, երբ առաջին անգամ 22 թվականի աշնանը ժողով կազմակերպել հենց Պրահայում, որը որքան կարևոր էր եւ վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Ալիևը մասնակցեցին, ես համարում եմ, որ Եվրոպան պետք է գոյություն ունենա պատմական եւ աշխարհագրական շրջանակում եւ ոչ միայն ինստիտուցիոնալ շրջանակներում։ Բնականաբար Եվրոմիությունը կարևոր դեր է խաղում, երբ խոսում ենք Եվրոպայի մասին, իր հզորությամբ, իր բարդությամբ, իր ինտեգրացիայի աստիճանով, բայց սրանով չի սահմանվում ամեն ինչ։ Եվրոպան դա աշխարհագրություն է, պատմություն, քաղաքակրթություն։ Այսօր մենք առավոտյան տեսանք եւ խոսում էինք պատվիրակության հետ, որոնք ինձ հետ այցելեցին Մատենադարան։ Այսինքն այս պատմությունը տեսնելով Հայաստանի, մենք կարող ենք միայն արձանագրել, որ Հայաստանը եվրոպական պատմություն ունի, քրիստոնեության իր դերով, իր ուրեմն պատմությամբ, եւ եվրոպական քաղաքական համայնքը դա հենց այդ մեծ Եվրոպայի մայրցամաքի ճանաչումն է, եւ եթե համարենք, որ այն փաստը, որ Իսլանդիայից մինչև Ադրբեջան եւ Հայաստան կա ինչ-որ բան, եւ մենք պետք է կառուցենք այստեղ ընդհանուր հիմքեր։ Ես համոզված եմ, որ երբ մենք խոսում ենք պաշտպանության, անվտանգության, թրաֆիկինգի դեմ պայքարի, միգրացիայի, էներգիայի մասին եւ ժողովրդավարական տարածքների պաշտպանության մասին, այստեղ ամբողջ իմաստը կա այդ եվրոպական համայնքի, որովհետև մեր տարածաշրջանները զոհ են դարձել կայսրությունների, եւ դուք գիտեք Հարավային Կովկասը ինչպիսի պատմությունների միջով է անցել, եւ Եվրոպայի կառուցմամբ Արևմտյան Եվրոպան կարծես իմունիտետ է ձեռք բերել այդ ամենի դեմ 90 թվականներից ի վեր, նա թույլ տվեց նաեւ Կենտրոնական Եվրոպայի երկրներին միանալ այդ պատմությանը, եւ այժմ սա ընդհանուր էմանսիպացիա է, եւ հիմա արդյոք պետք է լինի անպայման ինտեգրացիա կամ ասենք ընդլայնում Եվրոմիության, չգիտեմ, վստահ չեմ, դա կախված է յուրաքանչյուր երկրի ընտրությունից, եւ սա շատ պահանջկոտ գործընթաց է։ Ես վստահ եմ, որ մենք չպետք է սպասենք դրան, այսինքն հենց այս պահից հաշվի առնելով աշխարհում իրավիճակը գործել, եւ հենց այդպես էլ մենք արեցինք վերջին տարիներին։ Մենք կառուցեցինք մեծ Եվրոպան իրական առումով, եւ Հայաստանը հենց այդ ճանապարհն է անցել։ Ինչ է Եվրոպան, որը ընդունի, որ ասենք կայսրությունները իրար մեջ բաժանեն Հարավային Կովկասը։ Սա չէ Եվրոպան։ Եվ նույն ձևով որն է Հայաստանի ապագան, եթե ոչ եվրոպական ապագա, սա միակն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն եւ հավասարակշռություն։ Եվրոպան դա ընդհանուր ծրագիր է։ Երեք մենք 47 հոգի ենք սեղանի շուրջ, ամեն մեկը ուներ նույն ժամանակը խոսքի համար, արտահայտվելու համար, եւ սա այդ եվրոպական դնթն է, որը հարգում է մյուսներին, չի փորձում մյուսներին հնազանդեցնել, լինել դոմինանտ, դա վասալի տրամաբանություն չէ, որը այդպիսին էր անցյալում։ Այսինքն Եվրոպան դա այն ծրագիրը չէ, որ մյուսներին կանչում է պարտադրելով, թե ինչ պետք է անել։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ այո, շատ նպաստելի է Հայաստանի համար, հաշվի առնելով ժողովրդավարության եւ խաղաղության ընտրությունը, ինչը նա ընտրել է այս որոշումը։